Այսինքն մենակ Էդգար Ղազարյանը փոխարինում է մեր 35 ընդդիմադիր պատգամավորներին եւ ավելի հազարապատիկ ավելի բարձր իրավիճակ է ապահովում, քան ապահովում են։ Ես դա էլ եմ, օրինակ այդ հարց ու պատասխանների ժամանակ կան կոնկրետ ֆիգուրաներ, որոնց երևում է, որ նախորդ հանձնարարություն են տվել, որ դուք այդ օրվա հարց ու պատասխանին եւ պետք է ապահովեք, այս ինչ մեկի PR-ը։ Ոչ թե պետք է հարց տակ, ոչ թե պետք է հանրապետության խնդիրները ապահովեք, այլ պետք է ապահովեք ինչ որ մի անձի PR։ Կարծես թե Հայաստանը ոչ Արցախ են կորցրել, ոչ այդքան երեխա են կորցրել, ոչ Հայաստանից տարածքներ են կորցրել, ոչ էս պատուհասը մեր երկիրը տանում է կորցարված, այլ իրանք գալիս են ընդ ապահովելու, այս ինչ մարդու PR-ը, ես չասեմ ում PR-ը։ Լավ, ինձ մտահոգում է մի հարց, հարգարժան իմ ընդդիմադիր պատգամավորներ։ Եկեք պարոն Էդգար Ղազարյանի մոտ դասընթացների։ Չէ, թող գա։ Որտեվ երբ որ գնում ասում ես առաջարկում ես ինչ-որ բան, ընչի քեզ ենք առաջադրելու վարչապետ։ Այո, հենց Էդգար Ղազարյանին է առաջադրելու վարչապետի տեխնացու, երբ որ հանդես դուք ձեր ամբողջ քննիները գիտեք չեք վախենում անվստահություն հայտնել Նիկոլին։ Որտեվ գիտեք այն մարդուն, որ դուք եք ուզում առաջարկել, այնի վարկանիշ չունի, չի կարող անցնել օրինակի համար։ Իսկ եթե օրինակ առաջադրեք Էդգար Ղազարյանի, գիտեք որ Հայաստանի ամբողջ շրջաններից բնակչությունը լցվելու է Երևան եւ Նիկոլ Փաշինյանը պաշտոնին մնալու է 2 ժամ։ Բայց 2 ժամ հետո Էդգարն է դառնալու վարչապետ, իսկ դուք տեղ չեք ունենալու։ Ձեր այս մարդը նույնիսկ ձև է առաջարկել։ Ես կլեմ վարչապետ, տեխնացու։ Փող վարչապետ կդնեմ ձեր սիրած մարդերին։ Հենց ընտրվեցի հրաժարական կտամ ձեր սիրած մարդը կդառնա վարչապետ։ Արան չեք իմ ցավը դա է։ Սովորեք աշխատել։ Սովորեք աշխատել։ Եվ Էդգար Ղազարյանը այսօր կներեք, պարոն Ղազարյան, ես ձեր ներկայությամբ չէ որ ուզում եմ դա ասեի, բայց այսօր ասում այսօր իմ տպավորությունը ունեցել, որ եկա իմացա, որ դուք մեր մոտ, ես պետք է ժամը 7-ին եթեր ունենայի ուրիշ մեկի հետ եւ կապված էր որոշակի խնդիրների հետ մեր ընդդիմադիր դաշտի, բայց ապշած էի, որ իմացա 6-ին դուք ուրեմն Ռուսինեն դատի էր, հա, որոշել եք, որ այդքան աշխատանքից հետո 10-ին իմ դատն է, ես հլստից պիտի գնամ պատրաստել։ Դե վաղը մենք ձեր դատին մասնակցելու ենք, վաղը 10-ին ձեր, հա։ Հիմա դրա համար ես ուղղակի Լուսինե ջան, Էդգար ջան, իմ ամբողջ ասում եմ ցավը նա է, որ երբ որ ցուցակ են կազմում, ընտրում են մարդկանց, որոնք իրանց կամակատար լինեն, իրանց PR-ը ապահովեն, գոյություն չունեցող PR-ը։ Եվ դա մեծագույն խնդրեմ է մեր ժողովրդի համար։ Գուցե մեր բոլոր դժբախտությունների պատճառը է։ Որ այն մարդիկ, ովքեր ունակ են աշխատելու, մենք այդ մարդկանց չենք նկատում, կամ չնկատելու ենք տալի, կամ վախենում ենք այդ մարդկանցից, որտեղ տեսնում ենք մեզանից ակտիվ, մեզանից խելացի, մեզանից գրագետ, մեզանից ավելի ունակ, ու մտածում ենք, արա չէ, սրանց հարկավոր է վերացնել, սրանց պետք է արգելել, սրանց ոչ միտեղ ցույց չտալ, որ հանկարծ ժողովուրդը չի բանա, թե չասում են, եթե ոչ Նիկոլը, բա ով։ Իմ հայտնի, որի համար դատվում եմ, ասում եմ, Արամուսից մի հատ կթան կով։ Հիմա այմար, բայց կան Էդգար Ղազարյանին կաթա տալի։ Չէ, հիմա մի քիչ էլ դրական եմ ներկայացրել, էլի, որ ասում են, եթե ոչ Նիկոլը, ապա ով։ Հիմա այդ հայտնի գործով, որով դատվում եմ, այնտեղ չգիտեմ ինչու եմ որոշել Արամուսից կթանկով, որտեղ զոքանչս Արամուսցի է։ Արամուսը գյազարը չի։ Գյազարն էլ է, բայց լավկովեր էլ կան։ Հիմա այսինքն կան են մարդիկ, ովքեր այսօր ունակ են մենակ ամբողջ կառավարության եւ ԿՊ ազգային ժողովի падգամավորներին վախի մեջ պահել, վախի մեջ։ Եվ մենակ նրա համար, որ Էդգար Ղազարյանը ներկայանում է այդ ուրեմն լսումներին, նախագահողը առաջ կարակ իրար հետ քչփչում են, օրենքով 5-ից 10 րոպե են տալի ընդհանրապես։ Տալիս են 2 րոպե, վախենալով արձանագրել, որտեվ եթե 5 րոպե լինի, 5 րոպե ուրեմն հարցեր տալ, 5 րոպե ելույթ ունենալ, հետո ամփոփիչ ելույթ, 15 րոպե հետո իրանք կդառնան 0։ Այդ դրա համար դες վախեցած են, սարսափած են։ Լավ, բա դուք մանդատ ունեք։ Դուք այդ բոլոր հնարավորությունները, որոնց մասին Էդգար Ղազարյանը արդեն 5 տարի անդադ ասում է, դուք այդ հնարավորությունները ունեք։ Հիմա պատկերացնում եք ձեր բոլորի փոխարեն, երանի թե մենակ Էդգար Ղազարյանը այդ մանդատը ունենար։ Մեկ է, դուք այդքանով Էդգար Ղազարյանի 1%-ը չեք կարողանում անել։ Կներեք, որ սենց եմ ասում, թող ոչ մեկը չվիրավորվի։